Հնարավոր, բայց լավագույն տարբերակը Նիկոլը փողոցով եկել է, փողոցով էլ պետք է գնա։ Ուրեմն մինչև այս տարվա գարնան վերջը ամբողջ Հայաստանով մենք հարկավոր է ոտքի անել մեր ժողովրդին եւ կազմակերպել անհնազանդություն գործող ապազգային թրքամետ վարչախմբին։ Պետք է պարտադրել Նիկոլ Փաշինյանի եւ իր կառավարության հերոսումն ու գործող ազգային ժողովի լուծարումը։ Կար ժամկետի համար ձևավորել ժամանակավոր անցումային կառավարություն, որը կնախապատրաստի եւ կկազմակերպի ազգային ժողովի արդար օրինական ընտրություններ։ Բնականաբար մենք ակնկալում ենք, որ իշխանության եկած նոր իշխանություն ձևավորող ազգային իշխանությունները իրականացնել են մեր ժողովրդի նպատակներն հետապնդող մեր ազգային պետական շահերից բխող արտաքին եւ ներքին քաղաքականություն։ Հայաստանում հաստատվելի է օրենքի գերակայություն, իրական արդարադատություն, սոցիալական արդարություն եւ քաղաքացիների իրավահավասարություն։ Ազատ են արձակվելու Նիկոլ Փաշինյանի հրանգով եւ քաղաքական պատվերով ուրեմն ապօրինաբար կալանավորված մեր բոլոր հայրենակիցները։ Իսկ Նիկոլը եւ նրա թիմակից ու գաղափարակից պաշտոնյաները պետք է ենթարկվեն Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով դատական պատասխանատվություն։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ նախկիններին, նաև այն ուժերին, որոնք քաղաքական հայտ են ներկայացրելու մասնակցելու ընտրություններին, հունիսի 7-ին ժողովուրդը քաղաքական աղբանոցն է ներդրում։ Նիկոլը չարաչար սխալվում է, Նիկոլը հոգեխանգարմունքի մեջ է իշխանությունը կորցնելու վախից։ Նիկոլը հայտարարում է, որ եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չունեցավ սահմանադրական մեծամասնություն, ապա լինելու է սեպտեմբերին պատերազմ։ Որևէ քաղաքական ուժ, ովքեր որ հայտ են ներկայացրել մասնակցելու Հայաստանի ազգային ժողովի ընտրություններին, որևէ քաղաքական ուժ կամ դաշինք չի հայտարարել, որ իշխանության գալու դեպքում հրահրելու է պատերազմ։ Մենք պատերազմ չենք ուզում։ Մեր ժամանակ է պետք պատերազմ սկսելու, պատերազմ Արցախն ազատագրելու համար։ Դրա համար պետք է նոր իշխանություն ձևավորվի, ազգային իշխանություն, որը իրականացնի ճիշտ դիվանագիտություն։ Մենք կարգավորենք մեր հարաբերությունները մեր արտաքին գործընկերների հետ եւ տարիներ հետո նրանց ռազմաքաղաքական աջակցությամբ հզորացնել մեր բանակը, ազատագրել ենք Արցախը, մեր հայրենիքի բռնազավթած մյուս տարածքները։ Այո, պատերազմը։ Այլ կերպ հնարավոր չի։ Ես ասում եմ հիմա չէ։ Երբ որ մենք ձևավորենք ազգային իշխանություն, մեր ասացի ճիշտ դիվանագիտության միջոցով մեր արտաքին ռազմաքաղաքական գործընկերների հետ բարելավենք հարաբերությունները, գզորացնենք մեր բանակը եւ կազատագրենք Արցախը։ Իսկ ընդհանուր կան միավորումներ, ըստ սոցիոլոգիական հարցումների, ուրեմն ազգային ժողովում խմբակցություններ են ունենալու քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, ուժեղ Հայաստան դաշինքը, արդեն դաշինք է, որովհետև 7-8 ուժեր միացել են եւ հայոց աշխարհազոր ռազմաքաղաքական միավորումը, որի ղեկավարը ես եմ, հայտարարել են, որ աջակցելու ենք ուժեղ Հայաստան կուսակցությանը, կանցնի պատգամավորական խմբակցություն, հավանաբար կունենա նաեւ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած Հայաստան դաշինքը եւ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուրեմն դաշինքը։ Այդ 4-ը հավանաբար կանցնեն կունենան ազգային ժողովում խմբակցություններ։ Եթե համաձայնվեն 3-ը այնտեղ միանան, բնականաբար կունենան մեծամասնություն եւ Սամվել Կարապետյանին կարող են ընտրել վարչապետ։ Նիկոլեն կանթատ հայտարարում են Գյումրի երկրորդ չի լինելու է Գյումրի երկրորդ։ Լինելու է այդ ուրեմն տարբերակը, իսկ ամենալավագույն տարբերակը, որ մինչև այս տարվա գարնան վերջը մեր ժողովրդին ամբողջ Հայաստանով մեկ ոտքի անենք, կազմակերպենք անհնազանդություն գործող ապազգային թրքամետ իշխանություններին, պարտադրենք Նիկոլի ու իր կառավարության հեռացումը եւ գործող ազգային ժողովի լուծարումը։ Կարճ ժամկետի համար հարկ կլինի ձևավորել ժամանակավոր կառավարություն, որը կնախապատրաստի եւ կազմակերպի ազգային ժողովի արդար օրինական նորընթացը։ Մտավախություն չկա, որ բաղաշապատ մեկի կբախվեք, ոչ թե գերի երկու։ Ոչ, ես ուզում եմ մեր ժողովրդին հուսադրել, որևէ իշխանություն հավերժ չի եւ ինչպես ազգային հերոս Մովսես Գորգիսյանն է ժամանակին հայտարարել, կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու։ Շնորհակալ եմ։ Հայաստանի փոխություն, Հայաստանի պետքերեն փոխությունները, հավատացանքները, ուժեղ տնտեսություն, ուժեղ անվտանգություն,